Սիրելիներս չմոռանաք սեղմել լայքի կոճակը, նայելուց առաջ, ինչ եմ ասում, նայելուց առաջ, որտեվ կարող է պատահի դուները չգա լայքը սեղմած չլինեք, էլի։ Կամ հետո սեղմեք։ Նաև գրանցվեք ալիքից, սիրելիներս, եւ մի մոռացեք, որ այնտեղ Patreon ունեմ, կարող եք աջակցել ալիքից, բարև ձեզ։ Այստեղ շատ հետաքրքիր զարգացումներ կան Ամերիկայում, երկու բառ ասեմ, downtown-ը լծված է ոստիկանությամբ եւ ոչ միայն ոստիկանությամբ, այլ ICE-ը ինչ-որ տես մի հատ հատուկ ոստիկանություն կա, որ զբաղվում է միգրանտներով, ընկել են միգրանտների հետևից, ծեծ ու ջարդ, մեքենաներ վառել եւ երևի թե տեսել եք բանով նորություններով, եթե հետևում եք։ Ինչի եմ արեմ դա ասում, որովհետեւ շատ հետաքրքիր մի հայտարարություն արեց Գլենդելի քաղաքապետը, ասեց, որ հանկարծ ոտներից դե չլինի, մեր քաղաքը հանգիստ քաղաք է, մեզ թողեք հանգիստ, մենք չենք թողնի, որ մտնենք մեր դպրոցները, մեր հիմնարկները եւ մարդկանց ահաբեկեք։ Հետաքրքիր է, չգիտեի, որ այդպիսի հնարավորություն կա, որ տեղական իշխանությունը, ասենք, ոստիկանությանը ասի, որ չէ, խոսքով մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Դե ինչպես է նաև ես բանում սայթում կարդացի իրանց ասված է, որ մենք խոսք ենք տվել մեր բիզնեսներին, մեր մարդկանց, մեր քաղաքացիներին, որ պաշտպանելու ենք իրենց, ուրեմն ու պաշտպանելու ենք, մի եկեք, նաև գիտեք երևի թե քիչ արդարություն կա այդ ամեն ինչի մեջ, որովհետև տեսեք մարդ կա, որ ստեղ, ասենք, մի 10 տարի արդեն բիզնես ունի, ամուսնացել երեխեք ունի, բայց թղթերը ինչ-որ տենց պատրաստ չեն, հա, չգիտեմ, green card-ի դիմեջ չի ստացել կամ ինչ-որ դատի մեջ է, որ պիտի ստանա, հա, իսկ այն այդ ոստիկանության չի հետաքրքրում ինչա, փողոցից բռնում է, ձերբակալում տանում ստուգել, ինչ կա, ինչ չկա, հետո անգամ կարող է թողնել, բայց այդ իր кейսի մեջ արդեն գրվում է, որ իրան ձերբակալել է։ Մի խոսքով մի հիմար վիճակ է ստեղծվել, ճիշտ ասած։ Իհարկե հայերը չեն թիրախավորված այդտեղ այդ գծով, այլ ուրիշ այլ ազգիներ, չեմ ուզում ասեմ, էլի որպեսզի չդիտարկվի որպես ազգային խտրականություն, բայց նրանք ովքեր որ զբաղված են նարկոբիզնեսով, անօրինական գործերով, ֆրադերով եւ այլն։ Դե լավ, ինչ ասեմ, Ամերիկան թողնենք հանգիստ, իրենք իրենց գործերով, թեպետ իհարկե բոլորի կյանքի վրա ազդում է, իսկ Միացյալ Նահանգները ընդհանրապես ամբողջ աշխարհի վրա է ազդում իրենց լավ կամ վատ զգալը, համար չես կարող անտեսել, բայց հիմա գնանք Հայաստան։ Հայաստանը շարունակվում է եկեղեցի իշխանություն հակամարտությունը։ Ես կասեի դա ոչ միայն եկեղեցի իշխանություն հակամարտությունը, կարելի է մի քիչ նեղացնել դիսկուրսը, ասել Փաշինյան կաթողիկոս։ Ինչից սկսվեց այդ ամեն ինչը։ Ես մակնարկել եմ այդ անցյալ եթերներում մի փոքր, բայց հիմա եկեք այսպես ուղղակի կողքից հայացքով նայենք եւ հասկանանք պատճառները, հա։ Եկեղեցին սկսեց շատ ակտիվ խառնվել իշխանության գործերին, շատ ակտիվ մեր քաղաքական կյանքին սկսեց խառնվել։ Եվ բնականաբար հիմա ընտրություններից առաջ իշխանությունը որոշեց, որ հիմա իր հերթն է, հիմա իրան կարան խառնվեն եւ հիշեց, որ կուսակրոն քահանաները այնքան էլ կուսակրոն չեն եւ իսկ ինչ վերաբերում է կաթողիկոսին ընդհանրապես ընտանիք ունի, ունի ընտանիք չունի, բայց երեխա ունի, հա։ Ես ավելի քան համոզված եմ, եթե կաթողիկոսը լիներ լոյալ այս իշխանությանը, ապա ոչ մի խնդիր չէր լինի եւ ոչ մեկի մտքով չէր անցնի ստուգել կաթողիկոսը կույս է թե ոչ, այո։ Այո, բարձվում է, որ կույս չի կաթողիկոսը, ինչպիսի նորություն, նա դժը։ Հա, ու տենց հիմա այդ բազարը սկսվել է, ոչ միայն կաթողիկոսը, այլ նաև էլի բաներ կան, կուսակրոններ, քահանաներ կան, ովքեր որ խախտել են այդ ուխտը։ Ինձ նու ոչ թե թվում է, այլ պարզից էլ պարզ է, չէ, եթե այս մեր եկեղեցականները, այսպես ասած, չասեմ ամբողջ եկեղեցին,
լինեին մի քիչ ավելի զուսպ, մի քիչ ավելի լոյալ հենց իշխանության հանդեպ, ապա այդ ամենը բազարը չէր բարձրանա, որտեղ նախ եւ առաջ ժողովրդի մեծ մասը աշխարհիկ ժողովուրդը ասենք, դե մի հա ասենք երեխա ունի, հետո ինչ ու ինչ, հա։ Շատերը ուզում են մանավանդ 5-րդ շարասյունը, հա, այդ սաղ այդ ալիքները, բաները ուզում են դարձնեն դա եկեղեցու հանդեպ արշավ։ Գիտեք, իրականում դա այդպես չի։ Ես, որը որ եկեղեցու շահառուչ եմ բացարձակ, ընկալում եւ հասկանում եմ, որ եկեղեցին շատ մեծ դեր կատար է եւ կատարում է մեր կյանքում։ Ի վերջո ժողովուրդ ջան, Մեսրոպ Մաշտոցը եղել է հոգևորական եւ մենք այսօր ունենք գիր, այն բացառիկ ժողովուրդներից ենք, ովքեր որ ունի գիր, ովքեր որ ունի տարեջ, այսպես ասած, հա։ Ի տարբերություն մեր որոշ հարևանների։ Ինչ ասեմ, Կոմիտասը, որ ասում են Կոմիտաս ամբողջ օր համարվում է, այսպես բրենդ, համարվում է հոգևոր արժեք, ազգային արժեք, եղել է էլի հոգևորական։ Նու են նարեկացի բան եւ այլն չասեմ, այսինքն եթե հանենք եկեղեցին մեր այսօրվա մշակույթից, մենք մշակույթ չունենք։ Մերը վանական մշակույթ է, ժողովուրդ ջան։ Էտա։ Հիմա դա լավ է թե վատ է, դա արդեն ուրիշ խոսք է, որ կարող էր եւ այդպես չլիներ, կարող էր ժամանակին Գրիգոր Խավարամիտը, որին որ լուսամուրիչ են ասում, այդպիսի ագրեսիվ եւ ծայրահեղական մի տենց պայքար չտաներ մեր հեթանոսական արժեքների, մեր հեթանոսական մշակույթի հանդեպ, ինչպես ասենք տարավ, հա, եւ մենք ունենայինք նաեւ բացի բանի տաճարից, բացի մեր գառնու տաճարից, էլի տաճարներ ունենայինք, գրականությունը մնար, գիրը մնար, հա, չէ, որ մենք ամբողջ գրականությունից ունենք մի երկու պատառ, որը որ ժողովրդական բանահյուսությամբ հասել է մեզ։ Հիմա այդ ամեն ինչը թողենք, փաստը մնացել է փաստ, այդ եկել 1700 տարի, եկել հասել ենք, եկեղեցին համեր պապանա, համեր մամանա, համեր ամեն ինչնա, հավատում ենք, չենք հավատում, բան եւ պետություն ունենք, չունենք, իշխանություն ունենք, չունենք, եկեղեցին է, կա։ Այդ ինստիտուտը բավական հզոր եւ իշխանությունից ավելի ընդարձակ, որտեղ այդ իշխանությունը մեն Հայաստանի Հանրապետությունում է իշխանություն, ապա եկեղեցին ամբողջ համայն Սփյուռքի համայն աշխարհի եկեղեցին է։ Եվ կարևոր էլ չի ասենք, որ մենք ունենք մի քանի տենց եկեղեցիներ, հա, ունենք կաթողիկե ունենք, կաթողիկական բան բողոքականներ ունենք, ի վերջո ունենք նաև ինչ որ տենց աղանդներ, բաներ, հա, դրանք ասենք աղանդերը հանեն, բայց օֆիցիալ եկեղեցին, որպես այդպիսի իրանք ինչ որ մի հատ ընդհանուր մի հատ ինստիտուտ է, որը որ բավականին կարևոր ինստիտուտ է եւ պետք չի ասել, որ դա պետություն եւ եկեղեցին այսպես բախվել են իրար ու տալիս են իրար բան դեն ուզում են երբ ոչինչ է։ Իրական տես չի, իրական օրվա իշխանությունը համարում է, որ այսօրվա կաթողիկոսը լոյալ չի իրան եւ ուզում է իրան փոխել։ Հիմա ոնց է դա, հիմա լավ, ասենք վատա դա թե լավ, էդ էլ ասենք, ժողովուրդ ջան, փաստը մնում է փաստ, որ մեր կաթողիկոսը այսօրվա դրությամբ ինքը չի համապատասխանում մեր պետական շահերին, այսպես ասած, իշխանությունն էլ չի համապատասխանում, հետ դա արդեն ուրիշ հարց է, խոսքը դրա մասին չի, բայց ինքը իրանք ասենք ավելի շատ սպասարկում են Ռուսաստանի բանը, հա, շահերը, իր աղբերը Ռուսաստանի թեմի եսի ինչն է, կոռուպցիա կա շատ մեծ, բան տենց ասենք այդ սաղ այդ հաբրգած քահանաներ կան, բաներ կան, գիտենք, տեսել ենք, գիտենք, բան չէ։ Բնականաբար դրա կողքին կան շատ պարկեշտ մարդիկ, շատ պարկեշտ քահանաներ, պարկեշտ հոգևորականներ, գիտնականներ, ովքեր որ ասենք նստած են այնտեղ եկեղեցում եւ այդպես զբաղված են գիտական աշխատանքներով, ով գիտի, տենց ինչ-որ, ես ինչ իմանամ, կյանքը էլի գնում, հերում է, բոլորը մենք վատը միշտ տեսնում, վատը ցայտուն է, վատը միանգամից երևում է։ Դա փաստ մնում է փաստ, հա, կաթողիկոսը լավագույն կաթողիկոսը չի, իդեպ ասեմ, որ մենք շատ քիչ լավ կաթողիկոսներ ենք ունեցել։ Մի հատ ես խնդրում եմ մտեք Սամվել Կարապետյանի մեր շատ հարգելի, այսպես գիտնականի էջը,
որը որ խոսում է հայոց կաթողիկոսների մասին եւ պարզ կդառնա թե ինչ կաթողիկոսներ ենք մենք ունեցել, որն է լավ, որն է վատ, ով է սպասարկե, ասենք, օտարի շահերը, ով է սպասարկե, հայ ժողովրդի շահերը, այդ ամենը գիտական մակարդակի խոսակցությունն է, որի մեջ չեմ ուզում մտնեմ, անգիրել չեմ արել այդ անունները, բայց ես միշտ կողմնակից եմ եղել լսեմ գիտնականներին, մարդկանց ովքեր որ գիտեն, մարդկանց ովքեր որ դրա մեջ են, մասնագետներին։ Սամվել Կարապետյանը մասնագետ է, ինքը բաների հուշարձանների հուշարձանագետ է, հա, եւ բնականաբար եկեղեցիների հետ շատ մեծ կապ ունեցել մեր բոլոր կաթողիկոսներին իր կյանքի օրոք տեսել է, կարող եք մտնել, մտեք էջը, ես ուղղակի ձեզ խորհուրդ եմ տալիս եւ կհասկանաք ովքեր են եղել մեր կաթողիկոսները։ Այս մի կաթողիկոսը լավագույնը չի։ Դա պարզ է, դա էլ մենք ենք տեսել, գիտենք։ Գիտենք, որ ինքը միշտ սուսամնացել այն այլանդակություններին, որոնք որ կատարվել են մեր երկրում։ Եւ սուս չի մնում միայն այս այլանդակությանը, որ կատարվում է երկրում, հա, միանգամից դուրս եկավ, այսպես ասած, այս իշխանության դեմ։ Բայց սուսամնացել է ոնի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ, բոլորը ինչ զզվելի բաներ են ընտրակեղծիքներ, էլ ես իմը չէ, երբեք չի խառնվել ու մենք է տենց ասում ենք, ասում եկեղեցին չի խառնվում այդ գործեն, դե ինչ գործ ունենք բանի, հա, բայց մեկ է հոպ պատից ընկավ ու սկսեց խառնվել, ինչու։ Որոշ պրոցեսներ, որ գնում են մեր երկրում, այնքան էլ հաճելի չեն Մոսկվային, ստերևույթին, որքան էլ հաճելի են, ասենք, Թուրքիային եւ հաճելի են Ադրբեջանին, այնքան էլ հաճելի չեն Մոսկվային եւ ըստեղից էլ դուրս է գալի ստերևույթին այդ կոնֆլիկտը, որ միանգամից հիշեցին, որ թագավորը մերկ է, այս կողմից է, որ բանը կաթողիկոսը կույս չէ։ Եվ այս երկու քարյարանքը ընկել են մեր խեղճ ժողովուրդը, ինչպես միշտ հավատացյալ հոտը, ինչպես ասում են, եւ մտածում եմ, լավ, հիմա ինչ անենք, թագավորը մեր կա, կաթողիկոսը կույս չի։ Իհարկե կարելի է աչք փակել այդ ամեն ինչի վրա, բայց դա այնքան էլ ծաղրի չլինի, եթե չլիներ այդքան տխուր։ Այսօրվա դրությամբ այս բոլոր մարտահրավերների առաջ, որ մենք կանգնել ենք երկրի անվտանգություն, պաշտպանություն, կրթություն, գիտություն, այդ ամեն ինչը թողած, ընկել ենք հիմա փորում ենք կաթողիկոսի անցյալը, ու մետաքնը, ոնց է քնը, ինչ ունի, թող ամուսնացած է, չամուսնացած չի, բան, այստեղ էլ էս կողմից շատ կեղտոտ պատմություն է սկսվել, ինչ խոսք։ Այս պատմությունից դուրս գալու երևի թե ես երկեր չեմ տեսնում, դեռ ավելին, գիտեք ինչ, այս գործընթացը, որ սկսվել է դրա բանը չեմ տեսնում ես։ Դուք տեսաք, ասենք, երբ որ եկեղեցին ուզում էր փոխել իշխանությանը, ինքը դուրս եկավ փողոց, հա, ժողովրդին հանեց փողոց։ Նո հետո ժողովուրդը տեսավ, որ ասենք տուֆտամաները ասում, ասենք, եկեղեցի աստված, երկինք, բան, տենչում, հեղուկ ինչ-որ բան, ընդդեյցը միանգամից Քոչարյան, Սերժ Ծիկ, բան, հելան գնացին դու ժողովուրդը, խոսքը Բագրատի մասն էր, Սրբազան։ Հիմա այս կողմից, տեսեք, ասում եմ կաթողիկոսին պետք է փոխենք, պետք է բարեվարկությունը ստուգի, ժողովուրդ ոնց եք փոխելու։ Եկեղեցին փակ ինստիտուտ է, ինքը 1700 տարվա ավել արդեն ինստիտուտ է ու ունի իր արարողակարգը, էլի այդ փոխելու բանի, ասենք ոնց պետք է իշխանությունը դա անի։ Ասենք էլի պետք է ելնի փողոց։ Հիմա պատկերացեք, ասենք ինչպես Սրբազանի ժամանակ, Սրբազան պայքարի ժամանակ գնացին, ասենք հրապարակները սկսեցին փակել, հիմա ինչ պետք է ելնենք Էջմիածինը փակենք, հա։ Ելնենք ընդե ասենք հեռացի, ոնց է դա փոխվելու։ Ես խնդրում կոմենտներում գրեք ժողովուրդ, եթե որովհետև ինչքան մարդ լսեցի, ոչ մի խելամիտ ինչ որ մի տենց բան չասվեց։ Ու սկսում եմ մնաց այդ մանիպուլյացիաները, որ
Այսպես թե այնպես եսին որ կազմակերպությունը հարցում է արե ու ժողովրդի 70%-ը եկեղեցու կողմա բան, ուրեմն կաթողիկոսին չի կարելի փոխել, դա մանիպուլյացիա է, շատ ժողովուրդը եկեղեցին որպես ինստիտուտ է անցալում, չի անցալում որպես քահանա կամ ինչ-որ մի կաթողիկոս։ Որպես ինստիտուտ, իհարկե ես, որ հավատացյալ չեմ, եկեղեցին որպես ինստիտուտ ընկալում եմ, որ շատ կարևոր ինստիտուտ է, որ իշխանությունը այսօր կա, վաղը չկա, փոխվում է կամ ես իմի, որ անգամ այն ժամանակները, որ պետություն էլ չկար, եկեղեցին կար, եւ հենց այդ, հա, այսինքն այդ հարցումները դրա մասին են, ոչ դրա մասին, որ ժողովուրդը տենց բան է, ասենք երազում է, որ Աչապարյանը ասենք դնի ձեռը գլխին կամ գնա կաթողիկոսի աչը կամ ձախը պաչի, ոչի մյուս բաների մասին, հոգևորականների մասին էլ չասեն։ Այն որ եկեղեցին այսօրվա դրությամբ չի կատարում իր գործառույթը, բացի կնունք, թաղում, ծնունդ, հա, ինչքան ամոթալի բաներ կարամ ես ասեմ այդ ուղղությամբ, հա, խնդրեմ, բանն էր բացում, Երևան City-ն էր բացում, եկել օրհնում էին, այն ես ճանաչում եմ Տեր Շահեն, բան դες, նենց մի հատ տենց խլինքախառը լացակում հաց, ինչ որ Երևան City-ն չեք ամաչում, արա խանութ արա, խանութի օրնելը որն է, հասկանում եք, ընդհանրապես մեր ժողովրդի այդ արժեքները գոնե եկեղեցին պահեր, էլի ասենք, ես հասկանում եմ, որ ժողովրդի մեծ մասը մենակ սիրում է ուտի ու քաքի, դրա համար ասենք բանի ժամանակ խորովածի մասին երգ ունի, հա, հարսանիքների խորովածը շատ լավ բան է, հայ դույ, էդ է ժողովրդի մեծ մասը դա է, հա, դրա մասին ներկայացում էլ ունեմ, սա կամերայնում կխաղամ շուտով։ Ես հասկանում, բայց եկեղեցին պիտի մի քիչ պահեր վերև, էլի, ասենք որ զանգում ասում են մի հատ տեր, մի հատ կգաս, մի հատ խանդս օրնებ, տեսի զավակս կարող է սիկտիր լինել, չեմ ուզում խանութ օրնեմ, ալմակես բան հասկանում ես, պիտի օրենքովը տենց լներ, էլի, որովհետև եկեղեցին բարձր է դրանից։ Բայց մեր եկեղեցին իջել է, ասենք շուտս մի կենցաղ ինչ ապուշը մակարդակի, հետ ու տենց ասենք դառնա ինչ որ մի տենց անիմաստ ինչ որ մի հատ բան է, ու բայց դե որպես ինստիտուտ sense թե դե եկեղեցին եկեղեցի է ու որոշ այսպես ասած ծռան բաներ ցուլիկներ ամբողջ նախերի պատիվը գցում են Եվ իհարկե այդ ռեֆորմը պետք է, իհարկե պետք է, բայց ոնց, ես չգիտեմ, դեռ ավելին, եթե դա անելու է Փաշինյանը ժողովուրդ ջան, լավա չանի, ինձ տենց է թվում, որտև այդ բարևարկություն, որ ասում է, եթե իր շրջապատը մի բան չի, չկարողացավ բերի մի հատ նորմալ թիմ հավաքի, մի հատ նորմալ ասենք պրոֆեսիոնալներից ասենք շո մարդիկ հավաքի, որոնք որ կարողանային այս երկիրը ինչու մի բարձրացնեին, մի բան անեին, հա, եւ տեսեք ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում։ Փաշինյանի ռեֆորմների շնորհիվ, ոչ կամ չռեֆորմների շնորհիվ, ոչ մի պետական ինստիտուտ մարդավարի չի աշխատում։ Եկեղեցին աշխատելու, հա, որ փոխեց։ Ոնց այդ արդեն ուրիշ հարց է, որ փոխելու մեխանիզմ չունի։ Պետք է փողոց գորգորան այդ բանել կաթողիկոսն ասել, լավ է, ախպերել է, գնացի ախպեր, գնամ եմ Մոսկվա տուն եմ արել։ Կարող է, ասենք, մի բան լինի, բայց հետո այդ փոխածից ինչ հա լինելու էդ էլ է, մեծ հարց է։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, իրականում գիտեք շատ հաճախ ասում են, հալավ ասում են, բան չես առաջարկում։ Գիտեք ինչ, կարևորը ճշմարտությունը զգալն է եւ իմանալն է։ Առաջարկությունները կգան։ Եթե դու հասկանում ես քո դիագնոզը, եթե դու հասկանում ես, որ այսօր մանիպուլյացիա է, որ ասում են ժողովուրդը, բանը, պետությունը դուրս է եկել եկեղեցու դեմ։ Դա մանիպուլյացիա, տես բան չկա։ Դուրս է եկել որոշ քահանաների եւ այլանդակների դեմ։ Էդի հասկացանք։ Դա պիտի հասկանանք, հա։ Մանիպուլյացիա է, որ ասում են բանը, որ
Կաթողիկոսը բան ունի, ընտանիք ունի, ինքը բան ինչ-որ մեկին, ինչ-որ երեխա ունի, բան, մանիպուլյացիա, բա ինչա, իրականում դա կարևոր չի, ինձ համար կարևոր չի, որպես աշխարհիկ մարդու, ու ինձ նման միլիոնավոր մարդկանց համար կարևոր չի, կարևորը էն է, որ կաթողիկոսը սպասարկում է Մոսկվայի գործը բաները, նարատիվները, այդ դրա մասին պիտի ասվի, երբ որ տեղը դնես ամեն ինչ, դեռ հասկանաս, բա ինչ ես անելու, իսկ որ տենց գիտեք ինձ տենց հանեց մտած, ասում հա երևի էսի որ ասեց էն նկատի ունի, երևի էն որ ասեց էս նկատի ունի, ու էս վերլուծաբաններն են նստած խոսում են, բան, կոնկրետ ասեք ժողովուրդ ջան, կոնկրետ, կաթողիկոսը այսօրվա դրությամբ ժողովրդի հետ չի, նա թքած ունի ժողովուրդը բան, ինքը մանիպուլատիվ ինչ-որ բաներ անում, ասենք օրհնում է ինչ-որ հակապետական ինչ-որ տենց բաներ, քայլեր, հա, Բագրատ Սրբազան, Մրբազան, ու ոչ թե համար մտածում է պետության մասին, չէ, ուղղակի Մոսկվան դաբրո է տվել։ Դուք հիշում եք, չէ՞, Սրբազան շարժման ժամանակ ոչ մի պրոպագանդիստ, ներեցեք ադրես համար Մոսկվային դեմ չխոսեց, ոչ մեկ։ Աստեղից ես ենթադրություն եմ անում, որ նա իրանց ուզածներ, հասկանում եք, այսինքն հիմա չասեք ես պրոպագանդայի տակ է, էսի բան տեսարը չէ, ժողովուրդ, եթե Մոսկվայի ուզածը չլներ այս ամեն ինչը, այդ սրբազան շարժումը չէր լինի։ Եթե եղել է, եթե իրանք ձեն չեն հանե, ուրեմն Տեից է գալիս կամին, պետք չի վերլուծաբաններ, որ դա հասկանալ, ու պետք չի վերլուծաբաններ, որ հասկանալ, որ այս մարդը ասել է, որ իմ շարժումը օրհնել է Գարեգինը, բանը, այդ կաթողիկոսն է օրհնել, ասել է, ու մենք գիտենք, որ Գարեգինը կապված է Մոսկվայի, իր աղբերը ընդ թեմի առաջնորդ է, երբեք ոչ մի թթու խոսք, ոչ էթնիկ զտման մասին, ոչ Մոսկվայի պարտականությունը չկատարելու մասին, ոչ մի բան չի խոսել այդ մարդը երբեք։ Դե իսկ արամ չէ ենթադրություն անեն։ Հիմա կասեք, իշխանությունն է ձեն չի անել բանը էթնիկ զտման մասին։ Այո, բան չասեցի, իհարկե, բայց մեկը մյուսի հետ կապ չունի։ Այն որ իշխանությունը վատ է, բեզդարա։ Դա կապ չունի, որ կաթողիկոսը պիտի վատ է լինի։ Դրա համար եկեք ուղղակի հասկանանք ինչա կատարվում, այդքան որ դու հասկանում ես ինչա կատարվում, գիտեք շատ հաճախ որ ասենք գնում ես բժիշկի մոտ, հա, բժիշկը չունեմ էխոյանում, կեմերտ է, կատ է անում, բանը հասկանում է հիվանդությունը որն է, այ հետո դրանից հետո որոշում ես ոնց բուժվեց, դրանից հետո ասում են քեզ պետք է ուրոլոգ, ասենք։ Հիմա եկեք հասկանանք մեզ այդ ինչա, մեզ այդ կատարվում է հետևյալը, մի անգամ էլ կրկնեմ։ Այս կաթողիկոսը լոյալ չի այս իշխանությանը, պարզ է։ Այս կաթողիկոսը կատարում է Մոսկվայի, այսպես ասած, բաները, ուզածները, հա, նարատիվները, այսպես ասած, հա։ Այդ իշխանությունը դրա համար ուզում է իրան փոխի։ Բայց մենք գիտենք, որ այս իշխանությունը ինչ որ արել է, տապալել է, հա։ Ու ես կասկածներ ունեմ, կարողանա փոխի, թե չէ, կամ որ փոխես, դա լավ կլինի, թե ոչ։ Դիագնոզը պարզ է ժողովուրդ ջան։ Թե հետո ինչ կլինի, ոնց որ ասում են, մեկ դուք գիտեք, մեկ էլ Աստված։ Հենց այդքան սիրելիներս, դրանց ավել բան չունեմ ասելու, գոնե հասկանանք մեզ այդ ինչ է կատարվում, ասա գոնե հասկանանք, որտեն մեզ գցում։ Գոնե դա հասկանանք, հա։ Իսկ հետո ոնց որ ասում են Աստված մեզ հետ արդեն կնոպկի վախնա ժողովուրդ ջան կներեք կնոպկին է, ես է կնոպկին է։